ծպտալ։ Օրինակ իշխանությունների ասելով մենք էլի իշխանությունների ասելով մենք ունենք արդեն մեր երազած Հայաստանը, որը պետք է մենք գովերքենք, պետություն ասածը մեր հիմնական արժեքը, որը ձեռք ենք բերել, հիմա տեսնում ենք ինչ պետության մասին ենք մենք այսօր խոսում։ Այսօր Հայաստան որպես պետություն չկա, կա Նիկոլ Փաշինյանի կալվածք, որը ինքը տնօրինում է։ Ներդրումների չափով 74% նրանց չի կարող այդպիսի բան լինել, որ քո տարածքով անցնի ու դու գոնե կես չլնես, էլի։ Այսինքն հասկանում եք, սա այն աստիճանի մեզ ուղղակի դվաստացնող բան է, որ ինչ պետք է օրինակ բանը, այս ինչ են սկսել, ինչից են սկսել բանակցելը, որ հասել են 26%-ի, չէ՞։ Հարց առաջանում։ Շատ ճիշտ էր մեկնաբանել պարոն Օսկանյանը, այսինքն եթե լուր նստեինք այնտեղ, կարող է մի քիչ ավելի լավ վիճակ ունենայինք։ Այսինքն չի ունեցել մեր տոկոսը կներես բարձրացնելու։ Հակադարձում են ասել բարձր նախկինում գույք պարտքի դիմաց տվել, եթե այդքան ճկուն էին, գույք պարտքի դիմացը բազմիցս բացատրվել է, թե ինչքան օգուտ է տվել Հայաստանին, եւ գույք պարտքի դիմացը այսօր էլ ապացուցվում է, որ այն գործարանները, որոնք չէին աշխատում, առվազը սկսեցին շնչել, հիմա դրան չանդրադառնանք։ Իրանք այնքան բաներ են աղավաղում, իրենց ասելով մենք մինչև 2018 թիվը լրիվ սխալ ենք ապրել, ընդհանրապես որպես ազգ։ Եվ 2018 թվից իրանք մի հատ պայծառ ապագա են մեզ բերել, որ տեսնում ենք այդ ապագան ինչա տալիս։ Այդ որ ասում եք ինչ ենք զիջը, անընդհատ զիջելով գալիս ենք մենք։ Ինչու չկարողացանք, որովհետև մենք սուբյեկտ չենք բանակցությունների, մենք օբյեկտ ենք։ Մենք դրա մասին բազմիցս ասել ենք, այսինքն մենք սեղանի վրա ենք, մենք սեղանի շուրջ չենք։ Մենք այնտեղ նստում ենք ձևական բուտաֆորիայի նման, բայց մնացածները որոշում են, թե մեզ ինչ տան, ինչ կրճոններ մեզ տրամադրեն։ Հայաստանը կարողանալու է ազդել ձեր կարծիքով որևէ ձևով։ Ինչի վրա։ Եվ ընկերության միջոցով։ Ոչ, ես եմ ասում, ոչ այդ հարգել նախ ասեցի, չէ, այնտեղ իրավական ուժ ունեցող որևէ բան չկա։ Նախ սկսենք այդտեղից, ինչ որ գրված է առաջի պարբերությունում։ Եթե իրավական ուժ ունեցող որևէ բան չկա, մեկ։ Երկրորդ, կա իրավական ուժ ունեցող մեկ այլ բան, որը այդ ստորագրած 5 կետերից մեկն է, որ անխոչնդոտ պետքա կապ ապահովի Ադրբեջանի երկու մասերի միջև։ Այսինքն այդ անխոչնդոտ կապը իրենք հիմա մեկնաբանում են, ասում են մենք այդտեղ խնդիրներ ունենք եւ այդ անխոչնդոտությունը պետքա ապահովվի։ Դրա հետ կապված մանրամասնություններ կան եւ դեռ լինելու են։ Հիմա սա ինչ է նշանակելու։ Հիմա տեսեք, իրենք նաև ասում էին, որ մենք այնտեղ ներկա ենք լինելու, սահմանապահ, որպես անձնագրերն են մենք ստուգելու, սահմանապահություն ենք անելու, մաքսային մենք ծառայություններն ենք անելու, բայց խորամանկորեն գրել են front office, back office հասկացությունները։ Սա ինչ է նշանակում։ Սա մենք լինելու ենք back office-ում, ընդ մի տեղ նստած, front office-ը լինելու է նա ինչ որ կորոշի ամերիկյան այդ կազմակերպությունը եւ կապահովվի Ալիևի պահանջը։ Այսինքն իրանք չպետք է տեսնեն հայ ոստիկանի կամ հայ սահմանապահի դեմք։ Այսինքն ել եմ ասում, հասկանում եք, այսինքն մենք անընդհատ այն ինչ որ լսում ենք, օրինակ, դժբախտաբար եմ դա ասում, դժբախտաբար, այն ինչ որ լսում ենք մեր հարևաններից, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, դրանք իրականացվում են։ Այն ինչ որ լսում ենք հայկական կողմից, դրա հակառակն է տեղի ունենում։ Այսինքն Հայաստանը կներես ինչու գնաց այդ, որ ասում եք փաստաթուղթը իրավական ուժ ունի Հայաստանի